Պեշտկուն գյուղը ընդամենը մի քանի մետր է հեռու Սևանալեջից, բայց դաշտերը ոռոգելի չեն, ինչի պատճառով ցորենի բերքատվությունը ցածր է, շուկայում էլ գինը շատ էժան։ Պեշտկուն գյուղում հողագործը կանգնած է ընտրության առաջ, չնչին գնով վաճառել չարչարանքով ստացած բերքը, թե այն ուղղակի որպես անասնակեր օգտագործել։ Վահագն Դադիկյանը ցորենը ալրաղաց չի հասցնում, ինքն է իր տանը աղում, որ անասուններին կերակրի։ Դետի դու աղաստաս խանասուներին կանց դե այդ գնով վաճառես։ Էդի ինչ է 100 դրամ, մենք դու շատ ենք տանջվում այդ ուղիվերին։ Լցում ենք օր երկու անգամ տալիս ենք, հրոք չուն։ Գյուղացիների խոսքով ցորենի գինն այնքան է նվազել, որ այն վաճառելն այլևս իմաստ չունի։ Ասում են անհեթեթ իրավիճակ է, շուկայում վաճառվող անասնակերն ավելի թանկ է, քան գյուղացու ստացած պարենային ցորենը։ Տեխնիկա ունեմ, ես ոնց էլ զրոյական դուրս կգամ, բայց որ չունի տեխնիկա, իրան եթե չսուբսիդավորան, ինքը չի ցանի։ Ցածր գները, ոռոգման ցանցի բացակայությունն ու բնակլիմայական ռիսկերը հողագործներին զրկում են կանխատեսելի եկամուտ ստանալու հնարավորությունից, ինչը հանգեցնում է ցանկերի կրճատմանը։ Ցորենի միջին բերքատվությունն այս տարի էլ ցածր է եղել Գեղարքունիքի մարզում։ Տարին չորային էր, դրա համար մի քիչ ստացել ենք ցորենի բերքատվությունը պակաս, քանի որ ջրովի հողեր չեն։ 240,000 դրամ մարդը ներդրում անում, հաշվենք, որ միշտ վաճառվում գրեթե մոտավորապես 100 դրամով 23-24 ցենտներից ավել ստացած բերքը նոր կկազմի գյուղացու եկամուտ։ Փորձագետ Մարտին Պետրոսյանի հաշվարկներով գյուղացին այս տարի հացահատիկի արտադրությունից վնաս է կրել, բայց աշնանացան ցորենի ցանքերը անցած տարվա համեմատ ավելացել են շուրջ 3000 հեկտարով։ Դրան նպաստել է հացահատիկի ցանքերի պետական սուբսիդավորումը 1 հեկտարի համար 80,000 դրամ։ Տրամադրվելու է այն հողագործներին, որոնք հավաստագրված ցորեն են ցանել։ Գյուղացիները պնդում են, այս մոտեցումը իրենց զրկում է հնարավորությունից օգտագործելու տեղական պայմաններին հարմարեցված սեփական որակյալ ցերմացուն։ Խնդիրը բարձրացվել, որպեսզի աշնանացան ցորենի ցանքերը իրականացնելիս սուբսիդավորվի նաև տեղական սերմերով ցանկատարածությունները, որը մեր կողմից գրի առվել եւ ներկայացվել է էկոնոմիկայի նախարարություն։ Ոչ հեռատես քաղաքականությամբ գյուղացուն ստիպում ենք, որ իր տնտեսությունը դարձնի շրջանառու ինքը իր համար։ Իրոք ափսոս է 100 դրամով ցորեն վաճառելը։ Պարենային հացահատիկը չի հասնում ալրաղացներ, իսկ Հայաստանը ցորեն է ներկրում ավելի քան 4000 կիլոմետր հեռավորությունից, մինչդեռ այդ գումարը կարող էր ուղղվել տեղական արտադրողների աջակցությանը եւ ներքին արտադրության խթանմանը։ Մենք 430-450 հազար տոննայի խնդիր ունենք հանրապետությունում տարեկան, բայց մենք կարողանում ենք արտադրել դրա շուրջ 150,000 տոննա։ Տվյալ դեպքում մեր մարզը եւ Շիրակը, որոնք գրեթե ունեն հավասար քանակությամբ վայելահողեր, միասին կարող են, երկուսը միասին կարող են հենց այդ 150,000 տոննան արտադրել։ Գյուղացիները նախընտրում են հողը թողնել պարապ, ներդրում կատարելը համարելով ռիսկային։ Պետական ոչ բավարար աջակցության պայմաններում ցանկալի եկամուտ չի ապահովում։ Գյուղացիները ստիպված են սպասել իրենց հարցերի պատասխաններին։ Միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարարության ուղղված մեր հարցմանն ի պատասխան նշվել է, որ ցանքերի սուբսիդավորման հաջորդ տարվա ծրագրի իրականացման ուղղությամբ քննարկումներ են տարվում։ Նախարարությունը նպատակահարմար է գտնում սուբսիդավորել միայն հավաստագրված սերմացուներով ցանքերը։ Ըստ կառավարությունից ստացված պատասխանի երկիրը ցորենի արտադրությամբ ինքնաբավ դարձնելու եւ հողերի մշակությունը խթանելու ուղղությամբ այլ ծրագրեր նախատեսված չեն, իսկ փորձագետները զգուշացնում են, եթե շուտով չմշակվի միասնական պետական քաղաքականություն ուղղված սերմացուի սուբսիդավորման մոտեցումների վերանայմանը եւ ներքին արտադրության խթանմանը, ապա Հայաստանը կշարունակի կախված մնալ արտաքին մատակարարումներից, վտանգելով իր պարենային անվտանգությունը։ Կարինե Կազարովա, Համբարձում Պապոյան, Ռեգիոնս TV, Գեղարքունիքի մարզ։